Շանթի եթերը շարունակում է հեռանկարը, իսկ հեռանկարին այսօր Միացյալ Նահանգներից միացել է Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը եւ Տիկին Օհանյանի հետ զրուցելու ենք հեռավար։ Տիկին Օհանյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեզ միանալու համար։ Շնորհակալություն հրավերի համար, Վահագն։ Հայաստանի կառավարությունը հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության բանակցային փաստաթղթերը եւ իշխանությունը հայտարարեց, որ սրանցով բանակցային գործընթացի վերաբերյալ տարընթերցումները ավարտված են։ Բայց հանրային քննարկումներից չկա այդ տպավորությունը ամեն դեպքում։ Անդիմադիրները իրենց հերթին պնդում են, թե այս փաստաթղթերը ցույց տվեցին, որ այս իշխանություններն են հանձնել Արցախը, իսկ իշխանություններն իրենց հերթին շարունակում են պնդել, որ բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի Հանրապետության հետ միացման շուրջ։ Որն է ձեր գնահատականն արդեն հրապարակված փաստաթղթերից դատելով։ Վահագն, ճիշտն ասած, ես կասեի, որ Ղարաբաղյան հակամարտության, թե հակամարտության կառավարումը եւ թե խաղաղության process-ները արդեն շատ հակառակ են զարգացել գլոբալ միտումներին։ Այսինքն ես շատ ավելի եմ կարևորում այն հարցը, թե ովքեր էին սեղանի շուրջ նստած, որ երկրները Ստեփանակերտի եւ Բաքվի մեջ երկխոսություն կար թե չկար, քան թե ինչ էր այդ բանակցությունների թղթերի մեջ։ Այսինքն այդ բանակցությունների process-ը կատարվում էր, որ հիմա այսքան քննարկման առարկա է դառնում, չեմ ուզում թերագնահատել Մինսկի խմբի կատարած աշխատանքը, բայց կառուցվածքային առումով, երբ որ Մինսկի խումբը արդեն ձևավորվեց, արդեն հակամարտության կառուցվածքը, տրամաբանությունը գործում էր հակառակ գլոբալ տենդենսների։ Գլոբալ միտումները հետևյալն են եղել։ Ընդհանրապես, եթե անջատողական կոնֆլիկտներին ենք նայում, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղել է մոտ 135 անջատողական շարժում, որոնցից ընդամենը 8-ն է հաջողության հասել։ Իսկ այդ 8-ի մեջ, որ հաջողության են հասել, առանց ռազմական ուժ, միայն ռազմական ուժով չեն հասել, եւ բանակցություններ են եղել անջատվող կողմի եւ պետության, որից որ անջատվում են։ Այսինքն առանց այդ բանակցությունների ոչ մի կոնֆլիկտ հաջողության չի հասել։ Իսկ եթե նայում ենք, ընդամենը 8-ն եմ ասում, շատ ցածր տոկոսայնություն։ Իսկ եթե դիտենք այդ տեսակետից Ղարաբաղյան խաղաղության process-ը եւ անջատողական շարժման process-ը, ինչ կատարվեց այստեղ, ամենակարևոր էլի այսպիսի համեմատական հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ ինստիտուցիոնալ կապը Ստեփանակերտի եւ Բաքվի մեջ ամենակարևոր բաղադրիչը պետք է լիներ, բայց այս պարագայում ոչ միայն Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղը որպես քաղաքական ադմինիստրատիվ միավոր բանակցությունների սեղանից դուրս մղվեց եւ հանձնեց իր ձայնը Երևանին, իսկ Երևանն էլ արդեն այդ պահերին սուվերենությունը արդեն հանձնել է Ռուսաստանին։ Փաստորեն, ինչ ստացվեց, որ ԵԱԿ-ի Մինսկ խումբը Ռուսաստանը օգտագործում էր կոնֆլիկտը չմիջազգայնացնելու, որը անհրաժեշտ էր, եթե անջատողական շարժումներ պետք առաջ տանել էֆեկտիվ ձևով, Ռուսաստանը դա կառավարեց, օգտագործեց Մինսկ խումբը կոնֆլիկտը ռեգիոնալ պահպանելու համար, իսկ արևմուտքն էլ դա օգտագործեց անկեղծ ասած, ու քանի որ էներգետիկ անվտանգության հարցերով նավթի հարցերն էին կարգավորվում Ադրբեջանի հետ եւ կարծես թե Ղարաբաղի դուրս իսկ Հայաստանի պարագայում էլ այդ process-ը օգտագործվեց Հայաստանի ներսում ավտորիտարիզմը խորացնելու համար։ Եվ այսինքն եթե համեմատական կարգով ենք նայում, ապա փաստորեն այս թղթերը, որ հիմա քննարկում են, դա կարծես թե վիճեք, թե խարխլված հիմքի վրա տուն են կառուցել եւ փորձում են քննարկել, թե այս կամային քարը ճիշտ տեղում է դրված, թե ոչ, արդեն երկրորդ հարկում։ Այսինքն Ղարաբաղի շարժումը երբ որ սկսվեց, եթե անջատողական նպատակները պետք է շարունակվեին, ապա ամբողջ բանակցությունների process-ը պետք է միջազգայնացվեր, միջազգային դիպլոմատիա, միջազգային շարժումներ եւ այլն, կամ եթե այս ֆորմատով էր առաջ շարժվում, ապա պետք է նաեւ քննարկվեին Ղարաբաղի ներսում Ադրբեջանի ներսում Ղարաբաղի լուծման հարցերը, բայց այս ֆորմատով այսքան թույլ քաղաքաշինության process-ը, որը Մինսկի խումբն էր, լուծել այս հսկա անհամատեղելի պահանջները Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև ուղղակի հնարավոր չէր։ Տիկին Օհանյան, տեսեք, հիմա ըստ էության գլխավոր հարցերից մեկը անգամ հրապարակված փաստաթղթերի դեպքում այն է, թե
ինչու եղավ պատերազմը, արդյոք հնարավոր չէր կանխել պատերազմը, արդյոք այդ բանակցային փաստաթղթերը առաջարկները ինչ են ցույց տալիս, արդյոք դրանք ընդունելու դեպքում հնարավոր էր կանխել պատերազմը եւ այլն եւ այլն։ Եվ այդտեղ մատնանշվում է հրապարակված փաստաթղթերից մեկը, որտեղ որ ընդդիմությունն ասում է իշխանությունը դա թաքցնում էր, խոսքը 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկի մասին է, այդտեղ փաստաթուղթը եթե դիտարկել եք, ասում են, եթե առաջնորդվեին եւ բանակցային այդ փաստաթղթի շուրջ, ապա հնարավոր էր պատերազմ չլիներ, այդպիսի գնահատականներ եւս հնչում են։ Որքանով կարող էր դա ընդունելի լուծում լիներ հայկական կողմի համար եւ բացառեր պատերազմը ձեր գնահատմամբ։ Հենց սկզբից էլ Ադրբեջանը էլի հաշվի առնելով միջազգային իրավական համակարգի տենդենսները, որ շատ ավելի կարևորում է պետությունների ամբողջականությունը, այս դեպքում Ադրբեջանը հենց սկզբից էլ հստակ էր, որ այսինքն բանակցության process-ը Ադրբեջանը օգտագործեց իր քաղաքական երկարաժամկետ նպատակները առաջ տանելու առումով եւ այսինքն եւ այս ֆորմատը թույլ տվեց Ադրբեջանին ուղղակի խուսափել լուրջ բանակցություններից։ Ինչ վերաբերում է 19 թվին, թե ինչ է եղել սեղան, ճիշտ ասած չեմ հասցրել նայել, բայց ես այսինքն Ադրբեջանը մինչեւ վերջ պնդել է, պահանջել է ամբողջ վերականգնել իր ամբողջ տերիտորիալ ամբողջականությունը եւ մինչեւ վերջը Ղարաբաղը Ադրբեջանը շատ վերլուծաբաններ կան, որ հետևել են սրան շատ մոտիկից միջազգային, ասում են, որ Ադրբեջանը երբեք կոնկրետ առաջարկություն Ղարաբաղին չի տվել։ Ինչ վերաբերում է, ինչ կարող էր Հայաստանը անել, ապատարազմից խուսափելու համար, դա ամբողջովին պետք է ուղղակի ամբողջովին այդ տարածքները Ղարաբաղի շուրջ եղած տարածքները ազատեր, այսինքն շատ էին Ադրբեջանի պահանջները։ Հարցը դառնում է, թե Հայաստանի քաղաքական հասարակությունը, Հայաստանի հասարակությունը պատրաստ է լինելու դրան, թե ոչ։ Իսկ դա չեմ կարող, թե որևէ մեկը կարող է պատասխանել։ Միայն կասեի, որ այդ պահին արդեն դիրքերը այնքան կարծրացած էին, այնքան բևեռայնացված էին Ադրբեջանի եւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, որ չեմ պատկերացնում, որ առանց Հայաստանը եթե դուրս չգար ամբողջովին Ադրբեջանը բավարարվեր, քանի որ խաղաքարտեր Ադրբեջանի ձեռքում էին, ոչ թե Հայաստանի։ Վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումի արդյունքում, ինչպես է գնահատում այս գործընթացը եւ ինչ հետևանքներ կարող է այն ունենալ։ Մինսկի խմբի լուծարումը ճիշտ ասած ես շատ լուրջ խնդրեմ չեմ համարում Ղարաբաղի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների համար այն առումով որ ինչպես արդեն նշեցի այդ process-ը շատ այսինքն խորը կառույց չէր բոլորովին շատ ավելի թերևս վնաս հասցրեց գիտեմ որ շատ սուր է սա հնչում շատ ավելի վնաս հասցրեց Ղարաբաղյան շարժմանը քան թե օգուտ բերեց եւ ես ներողություն եմ խնդրում այն դիվանագետներից որ տարիներով մասնակցեցին այս process-ներին բայց այսինքն OSCE Մինսկի խմբի հիմնական նեգատիվ ժխտական ազդեցությունը այն էր որ թույլ չտվեց որ Ղարաբաղյան կողմը միջազգային լծակները օգտագործի միջազգային դիվանագիտությունը միջազգային իրավունքը միջազգային մակարդակով շարժումներ կազմակերպի եւ ապագայում այս լծակներն է որ պետք է զարգացվեն Լեռնային Ղարաբաղի իրավունքները առաջ տանելու համար, քանի որ OSCE Մինսկի խումբը արդեն ռիսկային էր, քանի որ դա նորից եմ ասում, օգտագործվեց տարբեր գերտերությունների կողմից իրենց շահերը առաջ տանելու համար, խորացրեց ավտորիտարիզմը եւ որպես խաղաղաշինության ճարտարապետություն բևեռայնացված ձևով առաջ գնաց եւ նոր ստեղծագործ հնարավորություններ առաջ չքաշվեցին եւ այն որ Ալիևը տարիներ շարունակ OSCE Մինսկ խումբը OSCE-ին ԵՀԿ թույլատրեց իր երկրից դուրս հանեց միջազգային գործիքակազմը միջազգային կազմակերպություններին դուրս հանեց սրանք ցույց էին տալիս որ նա փաստորեն թույլատրեց այս արդեն թույլ խաղաղաշինության արխիտեկտուրան ճարտարապետությունը եւ հետո շուռ եկավ ու ասաց որ այս համակարգը լավ չի աշխատում հետեւաբար պատերազմի անհրաժեշտություն կա
Գալով մեկ այլ թեմայի, որը գլոբալ առումով աշխարհի ուշադրության կենտրոնում է այս օրերին եւ որը շատերի գնահատմամբ ուղիղ ազդեցություն կարող է ունենալ նաեւ հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վրա, խոսքը Ամերիկայի ուկրաինական, այսպես խաղաղության ծրագրի մասին է։ Այս օրերին Մոսկվայում են բանակցություններ ընթանում, ուկրաինական կողմը, Եվրոպան այսպես խառը բանակցությունների մեջ են, բայց մի մասը ասում է, որ ամերիկյան ներկայացրած խաղաղության ծրագրով հաղթում է Ռուսաստանը, մյուս մասն էլ ասում է, որ ոչ, Ուկրաինան չի պարտվում, որովհետև տեսեք պահպանում է իր տարածքների 80%-ը։ Որն է ձեր գնահատականը ընդհանուր առմամբ այդ խաղաղության ծրագրի վերաբերյալ, որը Ամերիկան է ներկայացրել։ Արդեն այսօր պարզ դարձավ, որ առաջին 28 կետերով համաձայնագիրը խմբագրվեց Ուկրաինայի, Ռուսաստան եւ եվրոպացիների եւ Ամերիկայի հետ բանակցությունների ընթացքում եւ նոր նախագիծ ներկայացվեց եւ Ուիտկոֆը արդեն Մոսկվայում էր 5 ժամ հանդիպեց Պուտինի հետ եւ այդ նոր ծրագրի հետ, որը զարմանալի չէ, Պուտինը չհամաձայնվեց։ Այսինքն եթե նախորդ ընդհանրապես այս պարագայում եթե Ուկրաինայի համար անհրաժեշտ են եւ որը նաեւ շատ կարեւոր նշանակություն ունի միջազգային համակարգի համար Ուկրաինան եթե կարողացար իր սուվերենությունը պահպանել ինստիտուցիոնալ եւ տերիտորիալ տեսանկյունով պետք է նայել ինստիտուցիոնալ առումով եթե նա կարողացավ իր սուվերենությունը պահպանել շարունակել դեպի Եվրոպա ճանապարհը պետական կառույցներ ամրացնել եւ անվտանգության ուժեր տեղավորել, որպեսզի ցանկացած պայմանագիր կարողանա իրականացնել եւ նոր պատերազմի խուսափել, դա հաղթանակ կարելի է համարել Ուկրաինայի համար, չնայած որ ուկրաինացիները եւ շատ ճիշտ ձևով պնդում են նույնիսկ եթե տարածքները տերիտորիալ առումով Ռուսաստանին տրվեց դե ֆակտո Ուկրաինան եւ աշխարհը դե յուրե պետք չէ որ դա ճանաչի, քանի որ դա մոտ 100 տարվա փորձին հակառակ է գնում միջազգային համակարգի ամրությունը կայանում է նրանում, որ բռնի ուժով ձեռք բերված տարածքները աշխարհը չի ճանաչում։ Եթե Ամերիկան նույնիսկ սա քաղաքական առումով ճանաչեց, ես չեմ կարծում, որ ուրիշ երկրներ ճանաչեն եւ դա դառնում է մի ուղակի բեռ թե Ամերիկայի համար եւ թե Ռուսաստանի համար համոզի աշխարհ բոլոր երկրներին, որ ճանաչեն դա։ Ուկրաինայի համար շատ կարեւոր է, եթե կարողացավ գիծը սառացնել կամ պայմանագիրը ուղղակի ճանաչեց դե ֆակտո Դոնբասյան տարածքներ, որ արդեն Ռուսաստանի ազատության տակ են գրաված են, բայց կա մի տարած Պախրովսկ քաղաքը, որը Ուկրաինան կարևորում է, շատ կարևոր դիրքեր են։ Եթե Ռուսաստանը դա գրավեց, արդեն դրանից հետո շարունակելու է առաջ գնալ։ Այսինքն պետք է մտածել, որը տերիտորիալ եւ ինստիտուցիոնալ պայմաններում, բայց այն, որ անկախ նրանից, թե ինչպես այս կոնֆլիկտը լուծվեց, Ռուսաստանը ինքը գցել է իրեն թակարդի մեջ եւ նույնիսկ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվեց Ռուսաստանը շարունակելու է հիբրիդային ձևով Ուկրաինային հարվածել, այսինքն կոնֆլիկտի Պուտինի ռեժիմի եւ կոնֆլիկտի լոգիկան նույնն է։ Պուտինը չի կարողանում հետ շարժվել, քանի որ եթե պատերազմը դադարեցվեց, շատ ռիսկային է իր համար Ռուսաստանի ներսում։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները դժբախտաբար իր խաղակարտները ճիշտ չի օգտագործում, այսինքն եթե շարունակեր ճնշումը Պուտինի վրա պահել սանկցիաների ձևով Ուկրաինային զինելով Թոմահակ եւ այլն այդ դեպքում Պուտինը շատ ավելի կոնստրուկտիվ դրական դեր կխաղար բանակցությունների սեղանի շուրջ, քան թե հիմա։ Ընդհանրապես եթե նայեք թե Պուտինի եւ թե Ալիևի բանակցությունների ոճը, մինչեւ հիմա գոնե Պուտինը փորձել է, այսինքն Դոնբասի նախքան պատերազմի առաջ, նախքան հարձակվել Ուկրաինայի վրա, խաղաղության process-ը օգտագործել որպես պատերազմի գործիք։ Եվ դա էլ տեղի ունեցավ Ղարաբաղի շարժման ընթացքում, այսինքն այդ խաղաղաշինության process-ի ընթացքում։ Եվ չեմ կարծում, որ Ռուսաստանը այս պայմաններում պատրաստ է բանակցությունների եւ անընդհատ Պուտինը փորձում է բիզնես առաջարկներ, հնարավորություններ Տրամպին ներկայացնել, եւ երևի ես ենթադրում եմ, որ այն, որ Արկտիկան նաեւ հալվում է եւ դա ամբողջովին նոր հնարավորություններ է տալիս Ռուսաստանի դերը, բայց սա շատ ապագայում միջազգային տնտեսության մեջ թերևս դա էլ է լծակ։ Այսինքն ձգձգում է խաղաղության գործընթացը։ Այսինքն ձգձգում է խաղաղության գործընթացը։
Այո, քանի Պուտինը այն պայման, քանի որ Ուկրաինայի առաջարկած կամ Եվրոհամայնքի առաջարկած պայմանները հստակ են, այսինքն հնարավոր գրված են այնպես, որ իսկապես հնարավորություն չեն տալիս, այսինքն պահանջում են պայմանագրի իրացման մոնիտորինգ, անվտանգության զորք, այսինքն իսկապես պատերազմը կանգնացնելու հնարավորություն է, որից Ռուսաստանը որպես պետություն կշահի։ Բայց Պուտինը, քանի որ նա չի բանակցում, այս process-ը օգտագործում է որպես պատերազմի գործիք, շարունակելու է պատերազմը, քանի դեռ իր վրա ճնշումներ չեն գործել, եւ այն, որ նա արդեն կարողանում է Տրամպի հետ խոսել, այսինքն իր հեղինակությունը փաստորեն Տրամպը փրկեց միջազգային շուկայում, դա արդեն միջազգային համակարգում, դա արդեն Ռուսաստանի համար հաղթանակ է, բայց Պուտինը ընկել է թակարդ եւ Ռուսաստանը սրանից չեմ կարծում թե շատ արագ կամ շուտով վերականգնվի, նույնիսկ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվեց Եվրոպացի Ուկրաինայի հետ։ Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը, Տիկին Օհանյան, նաև այսպիսի գնահատականներ, գուցե ասենք մտավախություններ կան, որ ռուս-ուկրաինական պատերազմը, եթե օրինակ ավարտվի Ամերիկայի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի շրջակայքում որոշակի փոփոխություններ այս կողմ այն կողմ, եթե անգամ տեղի ունենան, ապա գուցե դա իր հստակ ազդեցությունը թողնի ապա հարավային Կովկասի վրա, Ռուսաստանը գուցե նորից վերադառնա ավելի մեծ ուժերով հարավային Կովկաս եւ այստեղ արդեն Թրամփի ուղի եւ այլն այդ խաղաղության շուրջ ձևավորվող ծրագրերը տուժեն, նման գնահատականներ են հնչում, դուք ունեք այդ մտավախությունը։ Ես այդ մտավախությունը չունեմ, քանի որ Ռուսաստանը թուլացող նեոկայսրական պետություն է, եւ այդ տենդենսները այն, որ Ռուսաստանը կարողացել է հարավային Կովկաս ներթափանցել սառը խորհրդային պատերազմի փլուզումից հետո շատ ավելի կախված է եղել այս երկրում եղած պետությունների կառույցների թուլությունից, քան Ռուսաստանի ուժից։ Նույնը նաև վերաբերվում է մյուս ռեգիոններում։ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինային նաև այնքան վախեր ստեղծեց Կենտրոնական Ասիայում, Ղազախստանում օրինակ, եւ հիմա կարծես այս բոլոր հետսովետական երկրները հասկանում են, որ պետք է իրար մեկը միմյանց հետ ռեգիոնների միջև, ռեգիոնների ներսում հարաբերությունները խորացնել, հակառակ դեպքում, եթե այս պետությունները մնան ջախջախված ռեգիոններում, ապա դա իրենց դարձնում է թակարդ Ռուսաստանի, բայց այսինքն այստեղ շատ մեծ դեր սուբյեկտայնություն ունեն պետությունները իրենց պետական կառույցները ամրացնելով է, իրենց հետ ռեգիոնալ հարաբերությունները խորացնելով է, որ պիտի կարողանան Ռուսաստանին կառավարել։ Եվ Ռուսաստանը շարունակում է թուլանալ, քանի որ արդեն բազմաբևեռ համակարգ է, որ ինքը միշտ ուզում էր, բայց հիմա Ռուսաստանը այդ բևեռներից ուժը թուլացավ, այդ բևեռներից ընդամենը մեկն է, նա շատ ավելի լավ տեղավորված էր նախորդ համակարգում, որը Ամերիկայի հեգեմոնիկ համակարգն էր, եւ այս պայմաններում արդեն Չինաստան կա, Հնդկաստան կա, Կենտրոնական Ասիայի երկրներն են թափառնում, ռեգիոններն են խորանում, այսինքն սա բոլորովին աշխարհ է Ռուսաստանի համար եւ սпасել թե վախենալ, որ Ռուսաստանը հետ է գալու եւ ամեն ինչ վերադառնալու է զրոյական կետի, դա ուղղակի բոլորովին համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։ Հիշեցնեմ, Միացյալ Նահանգներից մեզ էր միացել Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը։